Ինչպես գիտեք, տեղեկություն ստացվեց, որ Միքայել Սրբազանի հայտարարության հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ տեղեկությունը, երբ որ զանգված են լրատվամիջոցներով գնաց, հաջորդ օրը, երբ Մայր աթոռում հրավիրված էր քահանաների ժողով, ուրեմն հենց այդ առավոտյան ԱԱԾ ծառայողներ ներկայացել էին Մայր աթոռ եւ ցանկանում են ձերբակալել Միքայել Սրբազանին։ Ես ինքս էլ գնացի Մայր աթոռ եւ մոտեցա այդ ԱԱԾ ներկայացների հետ, ես ինքս էլ սկսեցի խոսել, որովհետեւ մեկ օր առաջ մենք արդեն Միքայել Սրբազանի պաշտպանական թիմն էինք ձևավորում, հասկանալով, որ գործընթացներ են լինելու։ Հասկացա այսպես, իրենք ասում են մենք ունենք քննիչի որոշում, որը տրամադրվեց, ես ընթերցեցի եւ ասեցին մենք պետք է ձերբակալենք։ Առաջարկվեց իրենց, որ քանի որ Միքայել Սրբազանը քահանաների ժողովի համակարգողն է, իսկ մոտ 200 քահանա մասնակցում էր այդ ժողովին։ Առաջարկվեց, որ գոնե քահանաների ներկայությամբ դա չանել, այլ ժողովը երբ որ ավարտվի, Միքայել Սրբազանը դա իր որոշումն էր, ինքը կգնա կամովին, կգնա քննչական մարմին։ Քանի որ որևէ մտահոգվելու բան չունի։ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները չէին համաձայնվել, ասել են ոչ, հիմա պետք է մենք քննիչի որոշումը կատարենք։ Այդ ժամանակ մենք նրանց ասեցինք մի վարքյան մենք քննարկելու բաներ ունենք եւ առանձնացանք Միքայել Սրբազանի հետ, առանձին սկսեցինք քննարկել, ինչ տարբերակներ կան։ Ես իհարկե շատ բաներ կա, չեմ կարող ձեզ ասել, ներքին խոսակցությունները, Միքայել Սրբազանի եւ իմ խոսակցությունները եւ մյուսների, բայց ինչ թույլատրելի սահմաններում է կասեմ։ Տեսեք, կար երկու տարբերակ։ Տարբերակ առաջին՝ կամովին գնալ, տարբերակ երկուս՝ հարկադրաբար տանային։ Երրորդ տարբերակ չկար։ Ինչքան էլ մենք հիմա զգացմունքային դաշտում փորձում ենք ասել, որ կար երրորդ տարբերակ չկար։ Միքայել Սրբազանն ասեց, ես ուզում եմ գնալ։ Քանի որ գիտենք, որ երկրորդ տարբերակը դա բռնի ուժն է կիրառվելու, որովհետև այդ ընթացքում, երբ որ մենք բանակցում ենք, Միքայել Սրբազանի հետ խոսում ենք եւ այդ ԱԱԾ ծառայողներն էլ դրսում սպասում են, թե մենք ինչ ենք պատասխանելու, այդ ժամանակ ասեցին, որ դիմակավորված ԱԱԾ հատուկ ջոկատայիններն են ներխուժել Մայր աթոռի տարածք։ Ես ինքս էլ ճանապարհին երբ որ գնում եի, ամբողջ Էջմիածին քաղաքը լցված էր ոստիկանական ուժերով։ Այսինքն տարբեր տեղեր, մեքենաներով, ոստիկանական մեքենաները լցված էին։ Այդ ընթացքում քահանաները, ներողություն մի այսպիսի բան էլ տեղի ունեցավ, մենք գնացինք քահանաների մոտ, որպեսզի Միքայել Սրբազանը քահանաներին բացատրի իրավիճակը եւ ասի, որ սի իրավիճակ կա։ Մեր քահանաների մոտ օբյեկտիվորեն վրդովմունք առաջացրեց այս վիճակը, իրենք դա վերագրեցին, որ սա իրենց դեմ ուղղված է, սա եկեղեցու դեմ ուղղված քայլ է, որովհետեւ դիտավորյալ հատուկ ընտրել են այն օրը, երբ որ քահանաները կան եւ Մայր աթոռից բերման ենթարկելու, որպեսզի դրանով նաեւ ինչ որ առումով ջարդեն եկեղեցուն։ Այդ վրդովմունքը եղավ եւ քահանաների մեծ մասը ասեց մենք խորհուրդ ենք տալիս չգնալ։ Երբ որ մենք Միքայել Սրբազանի հետ եւ էլի հոգեվորականի հետ ներսում քննարկում ենք մեր անելիքները, այդ ժամանակ արդեն դրսից աղմուկ լսվեց եւ դուրս եկանք տեսանք, որ ոստիկանները փորձում են հրել մեր քահանաներին, որպեսզի ներխուժեն ներս Միքայել Սրբազանին ձերբակալելու համար։ Այդ ժամանակ մենք միջամտեցինք, ասելով մի ուժ կիրառեք, դիտավորյալ մի սրեք վիճակը, որովհետև մենք ձեզ ասել ենք, որ Միքայել Սրբազանը պատրաստ է ներկայանալ քննիչի մոտ, բայց թողեք մենք այդ տեխնիկական պայմանների մասին քննարկենք, որովհետև դուք հիմա վատ վիճակի մեջ եք դրել։ Դուք հիմա այսքան մարդու վրդովմունքն եք առաջացրել, մի ավելորդ սրեք վիճակը։ Այդ ընթացքում բնականաբար նաև մեր քաղաքացիները եկան եւ սկսեցին մոտենալ այդ վայրը։ Այնուհետև ներսում կրկին քննարկումներ էր գնում, Միքայել Սրբազանը ինքը կրկին իր որոշումը ասեց, ես ուզում եմ գնալ, ես վախենալու բան չունեմ, ես ուզում եմ գնալ։ Իրավական հետևանքների մասին նա տեղյակ էր։ Ուրեմն, երբ որ դուրս եկան, Միքայել Սրբազանը դուրս եկավ, որոշեց ինքը ասեց, ես լրագրողներին կպատասխանեմ։ Ինքը դուրս եկավ, որ լրագրողների հետ խոսեց, Տեզանի չափերը այնտեղ էին, ու ուղևորվեցինք դեպի իրենց մեքենան։ Դուք տեսաք, որ ժողովուրդը չթույլատրեց Միքայել Սրբազանին հեռանա։ Եվ ստիպված Միքայել Սրբազանը նորից վերադարձավ
դեպի շենք։ Ուրեմն դրանից հետո կրկին ոստիկանները եւ ԱԱԾ ծառայողները մի երկու անգամ գրող կազմակերպեցին, փորձեցին գրոհել։ Ժողովուրդը կրկին չթույլատրեց։ Այդ ընթացքում ԱԱԾ ծառայողների հետ մենք բանակցությունների մեջ ենք։ Իրենց ասում ենք, ավելորդ մի սարքեք, պատմություն եք սարքում, դիտավորալ եք անում, մի արեք այդպիսի բան, երբ որ մարդ ասել է ես ուզում եմ գամ, ինչու եք նման սր, ինչու եք եկել այստեղ, հենց ժողովրդի առջև ոստիկանական ու ԱԱԾ ձեր ուժերով փորձում եք սրել իրավիճակը։ Միքայել Սրբազանը չի խուսափում գալուց եւ ասել է ես ուզում եմ գամ, արհեստական մի սրեք։ Դրանից հետո տեսնելով նաեւ որ իրավիճակը իրոք բարդանում է, ոստիկանության ուժերը ասեցին մենք հեռանում ենք։ Մենք հեռանում ենք, եթե դուք կամովին ուզում եք գալ, ապա մենք հեռանում ենք։ Իհարկե դրանից հետո էլ մենք Ոչ, ի սկզբանե չէին համաձայնվում, ժամը արդեն 10:00-ին եկել ուզում էին տանեն։ Հետո ասին լավ, թող ինքը գա, բայց իհարկե մենք մտահոգություն ունենք, որ կարող են նույնիսկ խաբել, դուրս գալու ժամանակ գան, մեքենայից բռնել, նվաստացուցիչ պայմաններով ձերբակալել, մենք այդ մտահոգություններն ունենք, որ կարող են այդպես անել։ Եվ դրանից հետո կրկին փորձ արվեց մեքենան նստելու, նորից չստացվեց, նստեցինք մեքենան, ելի մեր ժողովուրդը չթույլատրեց Սրբազանին գնալու։ Այնուհետև Սրբազանը ինքը ասեց, ես ոտքով կգնամ, ոտքով, դուք ինքներդ եք տեսել, ոտքով ինքը ուղևորվեց դեպի ոտքով քայլեց Էջմիածնի քաղաքի մի հատված, հետո մեքենայով գնացինք քննչական կոմիտե։ Ուրեմն ասեմ, երբ որ մենք հասանք քննչական կոմիտե, ամբողջ ճանապարհին իհարկե այդ մտահոգությունն ունենք, որ իրենք կարող են փորձեն ինչ-որ կրկին օպերացիա անել։ Երբ որ հասանք, նույնիսկ փորձեցին գալ եւ Միքայել Սրբազանի ձեռքերը կոմիտեի դիմացը բռնել։ Չթույլատրեցինք եւ Միքայել Սրբազանը մինչեւ քննիչի սենյակ իր կամքով առանց որևէ մեկի բռնի ուղեկցությամբ չի եղել, ինքը իր կամքով հասել է մինչեւ քննիչի սենյակ։ Եվ երբ որ արձանագրության մեջ իրենք գրում են մենք ձերբակալեցինք եւ այլն, հստակ մեր պաշտպանական թիմի կողմից այդ արձանագրության մեջ ուղումը կատարվեց, որ Միքայել Սրբազանը մինչեւ քննիչի սենյակ եկել է կամովին։ Հետո մնացածի հետ կապված արդեն տեղեկություններ ունեք, ինչ տեղ ունեցավ, հայտարարության մասով ձեզ ասեմ, տեսեք։ Ուրեմն Միքայել Սրբազանի, երբ որ ինքը գալիս է դեպի քննչական կոմիտե, ճանապարհին լրագրողները հարց էին տվել, նաև որ ձեր տեխնացության հարցն է քննարկվում որպես վարչապետի տեխնացու եւ նման հարցեր էին հնչում։ Երբ որ մենք արդեն կան քննչական կոմիտե, արդեն համացանցում կար տեղեկություն, որ Էդմոն Մարիքյանը առաջարկել է վարչապետի տեխնացու Միքայել Սրբազանին եւ նաեւ որ խմբակցությունը Կացեմ Հայաստան Դաշինք խմբակցությունը համաձայնվել է եւ այս տիպի քննարկումներ արդեն կար։ Մենք քննչական կոմիտեում կոնֆիդենցիալ զրույցի հնարավորություն ունենք մեր պաշտպանյալի հետ։ Դա բոլորը գիտեք։ Մենք 5 պաշտպաններով առանձին Միքայել Սրբազանի հետ առանձին քննարկել ենք մեր անելիքները։ Երբ որ մենք խոսում ենք դրա մասին, այդ մասին էլ խոսեցինք, որ այսպիսի հայտարարություններ կա Սրբազան։ Ու նաև եկեք մի կարևոր բան ֆիքսենք, Ժորժ ջան։ Մեր խնդիրը առաջնահերթ Միքայել Սրբազանի շահերն են, ամենաառաջին, մեր շահերից էլ բարձր իր շահերն են։ Հիմա տեսեք, իրեն մեղադրում են, ասում են դուք ռազմական հեղաշրջման, այսինքն իշխանությունը զավթելու կոչերով եք հանդես եկել։ Սրբազանը ասում է, ես այդպիսի կոչեր չեմ արել, ինչ էլ ասել է դա քննադատություն է, դա հիմա դրա մասին մեր գործընկերները ավելի մանրամասն կասեն, եւ զուգահեռ process է գնում, որով ասում են ինքը վարչապետի տեխնացուն է մեր։ Հիմա պատկերացրեք պաշտպանական կողմից տեսակետից։ Կարծես ուզում են դիտավորել կապակցեն, որ հիմնավորեն այս կոչերի տրամաբանական կապը։ Ավելին ասեմ, երբ որ ձեր այդ հարցազրույցի ժամանակ հենց այդ օրը եկեղեցու բակում, երբ որ մեկը հարցեց դուք այսպեսի բան եք ասել, Սրբազանը նույնիսկ այդտեղ պորկած ասեց, այո, ասել եմ, լավ եմ արել, ելի եմ ասում, այդ հատվածը բերել են իրենք դատարան եւ փորձում են ապացուցել, որ ինքը կրկին նույն հանցագործությունը կատարել է որպես կալանքի միջնորդության հիմնավորում։ Այսինքն իրենք ամեն ինչ ֆիքսում են, որ մի բառ փոքեն եւ օգտագործեն Սրբազանի դեմ։ Դրա համար հենց այդտեղ Սրբազանի համաձայնությամբ, մեր 5 պաշտպանների ներկայությամբ այդ տեքստը կազմվեց եւ այդ տեքստը մենք որոշեցինք հրապարակել, երբ որ կավարտենք ու դուրս կգանք։ Դրա համար, երբ որ մենք իջանք արդեն ներքև, երբ որ ավարտվեց այդ քննչական գործողությունները, երբ որ իջանք, ես իջնելու ժամանակ հենց շենքում հրապարակել եմ եւ դուրս եմ եկել, սկսել եմ լրագրողների հետ խոսել։